Բարեկամներ, երբ որ առաջ Աստված բաշխում էր պետությունի մեջ հարստությունը, տարբեր երկրներին տրամադրեց տարբեր հարստություններ՝ գազ, նավթ, ոսկի։ Իսկ Հայաստանը շատ հարուստ է ինտելեկտով եւ նաեւ շատ համեղ ջրով։ Հիմա մենք գտնվում ենք հանքային ջրերի գործարանում, որտեղ եւ աղբյուրի եւ հանքային ջուր է արտադրվում։ Կպատմեք, հիմա իմ զրուցակիցն է արտադրաբաց ղեկավար Անդրանիկը, Անդրանիկ ջան, պատմեք, ինչ հանքային ջուր է։ Այդպես մեզ գազալացված ջրերը։ Մենք այս պահին արտադրում ենք տատնի հանքային ջուրը, գտնում ենք տատնի հանքային ջրերի գործարանում, որը հարուստ է իր միներալնի բաղադրիչներով, շատ որակյալ ջուր է, շատ բարձրակարգ, ոչ մի տիպի քիմիական միջամտություն չի ստացել։ Մենք հիմա իրան շշալցում ենք իրան բնական տեսքով, ուղղակի մեխանիկական ֆիլտրացիայից հետո։ Եկեք գնանք տեսնենք վերջնական արտադրանքը։ Այո։ Ավասիկ հիմա վերջնական արտադրանքն է եւ կարևոր երկու հարց։ Որակի վերահսկումը, ինչպես է վերահսկում որակը եւ որ երկրներ եք արտահանում։ Որակը անցնում է ամենօրյա հսկողություն, լաբորատոր թե միկրոբիոլոգիական, թե քիմիական ջուրը բարձր որակի արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելգիա, Ամերիկա, առայժմ այդքան։ Շատ լավ։ Դες ցանկանում եմ որ արտահանումը ավելանը, իսկ ովքեր մեզ դիտում են հայերեն լեզվով, բայց չեն ապրում Հայաստանում, առաջարկում եմ այցելել Հայաստան, որովհետեւ Հայաստանի համն ու ջուրը ուրիշ է։ Ամենեն բարի, կեցե Հայաստանի